տղայի նման տղա կորցնողը պետք է հիմա իրան գժված գժանոցում լիներ, բայց ես պայքարում եմ, որ ապրեմ, որ այս տականքներին ապացուցեմ, որ իմ տղան ճիշտ է, դուք եք սխալ։ Մարդուն չեն սպանում իր սկզբունքների համար։ Այսինքն եթե ինքը չի սպանողը, ապա մատնանշի ով է կամի, ով է պատվիրել։ Հրահանգել, մենք չենք տեսել, ես տան մայր ունի, թող մայրը դուրս գա, շփվում այրա լեշի հետ, թող ասի, որ իմ տղան չի, ժողովուրդ ինչ եք ուզում մեզանից։ Գոնե մայրը փրկի իր տղու կաշին մի տարով, երկու տարով, թեպետ փրկություն չկա, մեզնից կփրկի, Աստծուց չի փրկի, Աստծո դատաստանը դրանք կտենան։ Մենք մարդասպան չենք, բայց Աստված աչքերը կհանի, պետք է ինքը Բերդում օրը 100 գրամ կռիսը իր մսերը տանի, որ սենց 100 կիլո է սարքեր, 120, քրքրվես դու, ինչ կաթես տվե, թաղեմ քեզ, քո տղուն էլ հետը, ինչ չի սազումը տենց բան, բայց պետք է ասեմ, որպես մայր ես պարտավոր եմ ասեմ։ Իրենք գնացել էին համայնքից, ինչու վերակ։ Գնացել էին, ինչ են եկել, մեկը հարցն ինչ եք եկել, ինչ հետ այդքան ռեսուրսեր այդ սաղ ոստիկանությունը ձմեռվայց ցրտին ոտերը վերցրեց դրեց դրանց քամբախը պահեց, ինչի համար գործ չունեն, գյոզալ տղեկ են բարձրագույն սովորաստող գնան ուրիշ աշխատանքի, ով է մարդասպանի տունը պահում, ինչ պետք է անեն, վառեն նյութական վնաս, մեզ նյութական պետք չի, մեզ հոգևոր ու մարմնական է պետք։ Պետք է զգան այն ինչ որ մենք ենք զգացել։ Պատասխանատվության օրենքի առաջ օրենքի դիմա խնդրում ենք որ ճիշտ դատու դատաստան անեն։ Այդքան բան։ Պատասխանատվության ենթարկվեն օրենքի խստությամբ։ Եթե ենթարկվեն, կերազեինք։ Ճիշտ վախենան պետք չի, արդարություն եք պահանջում ընդհանրապես։ Ինչին մահվանը, այս գյոզալ տղաների մահվանը, ոստիկանության աշխատող էր, կապիտան էր, սպանեցին։ Ինչի։ Հերթով կհասնի բոլորին։ Պետք է ամեն մարդ իր կաշվի վրա զգա, որ իմանա ինչ բան է։ 10 տուն վերև ենք մենք ապրում։ Ոնց գլուխը դնես քնես, երբ որ դες քո տղայի մարդասպանի համար մաման ճաշայփում որ տանի Բերդ։ Ով կարա համակերպվի։ Իմ տղան հող դառնա, մյուս տղան հող դառնա, ինքը ճաշուտի, ցանկություններ այտնի։ Էտա ճիշտը, ձեր օրենքի ճիշտն է, տա։ Ճիշտ չի։ Կարեն էլ ձեզանց պակաս տղա չէր։ Իմ տղան էլ պակաս տղա չէր, հարգելի ոստիկաններ։ Միած թափվեք, մի անգամ գոնե ճիշտը մտածեք։ Հիմա տինը, այսքան մարդ հավաքվել են էլի։ Մի ինքը տեսնում է, չէ, լսում է։ Մի հատ դուրս գասի կներեք, մենք տեղյակ չենք, մենք գալատ ենք արել, լավ ենք արել։ Արձագանքի իր դուրը բացի։ Ինչքան կարա տես պահկվի, ասենք ենթադրենք մենք ամեն օր եկանք սենց հավաքվեցինք ստեղ։ Մի օր չդիմացանք։ Որ զենք ունենք, որ գրող, չգիտեմ, չի կարում մի հատ դուրս գա արձագանքի։ Ես որպես մայր չեմ թողելու էսի հանգիստ ապրի ստեղ։ Չեմ էլ ամաչելու։ Ես շատ դաստիարակված, շատ նամուսով, շատ կարգին ընտանիքի մարդ եմ, ընտիրել տղաներ ունեմ, երեխաներ ունեմ, ես չեմ ամաչում։ Հանուն իմ տղու ես պատրաստ եմ ամեն ինչի։ Թող իմանա ոստիկանապետը։ Որ իր կինները տենց կաներ, եթե իր տղուն տենց սպանեին։ Թեպետ ես չգիտեմ իր տղան իմ տղայի կարող է կեսը չարժենա։ Չեմ ուզում անձնական վիրավորություն, բայց իրավունք չունեն տենց մատերիալանքով նայեն։ Իրավունք չունեն։ 4 տարի է եկել ստեղ ապրում է, ստեղ ծնված մեծացած տղաների սպանեց ու օքեյ է, լավ է։ Շատ լավ է, լավ չի։ Բոլորի դուրը պետք է չոքի, որ իմանան։ Ով որ բերեց իրանց ստեղ։ Դատարանի որոշումով, իրանք պետք է պատասխան տան։ Չի ենթարկվում։ Կիննով է, մայրնով է, որ չենթարկվի օրենքին։ Ով է։ Անդաստիրակը։ Ինքն ինչ իր տված կաթով մեծացած լեշն ինչ պետք է լիներ։ Ինադու են արե, այո, բոլորս էլ գիտենք, որ ինադու են արե։ Ինադու են արե։ Ինադու Աստված աչքերը հանի։ Կույր պետք է մանգա, պետք է իր երեխու գերեզմանի տեղը չիմանա։ Որ իմանա ինչ բան է մարդ սպանելը, որ իմանա ինչ տղաների թաղեց հողի տակ։ Իսկ կարող է իր տղայի թաղման այսքան մարդ չգնա։ Էդ էլ բացառված չի։ Այսքան մարդ չմենակ։ Իրա քերուտ գերեզմանի քարն էլ այն տղան սարքել։ Իրա պապը ողբում էր իմ տղայի պանիխիդայի օրը, ողբում, չիմանալը, որ իրա թորն արե իմ տղայի սպանությունը։ Ուր արդար, թո պապն ելնի, 70 տարեկան մարդ, թո հելնիասի ժողովուրդ խնդրում եմ ներեք, այդքան սառն ու անտարբեր կլնեն, թեպետ բան չի փոխվի մեր կյանքում, որ սատկեն էլ բան չի փոխվելու, չի փոխվելու։